Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Արցախի ազատագրված տարածքներն անվանել է օկուպացված տարածքներ ու հայտարարել, որ դրանք պետք է վերադարձվեն։ Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, պատճառներն առայժմ հայտնի չեն։ Այս ամեն ինչը ինձ համար շատ վատ ազդակ է, որ խնդիրը ամեն դեպքում փորձելու են կոծկել։ Լրագրողները հարցաքննվում են, սակայն ոչ որպես տուժողներ, իսկ ինչու է հատուկ քննչական ծառայությունը շրջանցում բարձրաստիճան ոստիկաններին։ Ամոթ է ունենալ այնպիսի ոստիկանական համակարգ, ինչպիսին Հայաստանն ունի, իրավապաշտպանները Վլադիմիր Գասպարյանի այսպես ասած պատժիչ գործողությունների մասին։ Նաիրիդ գործարանի նախկին աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվել են գործարանի տարածքում և պահանջել վճարել իրենց աշխատավարձերը։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33.2%-ով։ Իրանն ու վեցնյակի երկրները միջուկային ծրագրի շուրջ համաձայնության են եկել։ Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանելով ռուսական Վեդոմոստիի հարցին, թե պետք է արդյոք որ Հայաստանը ազատի Ադրբեջանի տարածքները, որոնք հակամարտությունից առաջ չեն մտել Ղարաբաղի մարզի մեջ, նշել է այո, ազատագրված տարածքները անվանելով օկուպացված տարածքներ։ Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա։ Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաև այլ գործոններ, նշել է Ջեյմս Ուորլիքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվա են մեկնել նախօրեին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունների նպատակով։ Թերթի հետ զրույցում ամերիկացի համանախագահը նշել է, որ Մոսկվայում խոսվել է կարևոր հարցերի մասին, որոնք քննարկվում են արդեն շուրջ 10 տարի։ Դրանց շարքում են Լեռնային Ղարաբաղին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, փախստականների հետ կապված իրավիճակը, անվտանգության երաշխիքները, ասել է ամերիկացի դիվանագետը։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին Գալայի հետ զրույցում ասաց Մանուկյանի մամլոխոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Մեր այն հարցին, թե երբ է ներկայացրել դիմումը և ինչու, նա պատասխանեց, որ հայտնի չէ իրեն ոչ դիմումի ներկայացման ստույգ օրը և ոչ էլ պատճառները։ Ծովինար Խաչատրյանը նշեց նաև, որ Հովհաննես Մանուկյանը հուլիսի 9-ից արձակուրդում է։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող Վոշթալանին նախաձեռնության տասնյակ անդամներ հավաքվելով Մոսկվա կինոթատրոնի մոտ պատրաստվեցին երթ իրականացնել դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ ըստ հավաքվածների պահանջելու են քրեական պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։ Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք դատախազության մոտ պահանջելու են պատժել ինչպես հրաման տված, այնպես էլ հրամանը կատարած ոստիկաններին։ Կարիք կա հարուցելու քրեական գործ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ղեկավարը Գասպարյան անընդհատ հայտարարում է, որ բարեփոխումներ են լինում, համակարգը պիտի մաքրվի սրիկաներից, բայց այդ օրին մենք տեսանք բազմաթիվ սրիկաներ, ինչպես համազգեստով, այնպես էլ առանց համազգեստի, ու անհրաժեշտություն ենք տեսնում համակարգից հեռացման այդ սրիկաների ու քրեական գործի հարուցման։ Վոշթալանին քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ Սոֆիա Հովսեփյանն էլ անդրադառնալով ոստիկանության երեկվա տարածած պաշտոնական հաղորդագրությանը նշեց, թե հերթական անգամ փորձ է արվում լղոզել իրականությունը։ Իրենք նորից կատարեցին այն լղոզված գործողությունները, ինչը մշտական արվում է մեր երկրում, այսինքն վերևից ներքև լղոզում են ամեն ինչ։ Միայն միակ հմտությունը, որին տիրապետում են, լղոզել գործողությունները, ուրիշ ոչ մի բան։ Հավաքված քաղաքացիներն իրենց ձեռքերին ունեին նաև այն ոստիկանների լուսանկարները, ովքեր բռնություն են կատարել խաղաղցուցարարների և լրագրողների նկատմամբ։ Նրանց թվում էր Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը։ Նշենք, որ հենց Երանոսյանի հրահանգով են ծեծի ենթարկվել որոշ լրագրողներ։ Ապա մեկնարկեց երթը։ Հավաքվածները ոչ թալանին մենք ենք տերը մեր երկրի և այլ բովանդակության վանկարկումներով անցան մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Ակտիվիստները հասնելով Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոցների խաչմերուկ որոշեցին նստացույց իրականացնել։
Փողոցի երթևեկելի հատվածը կաթվածահար եղավ, հետո նրանք որոշեցին շարժվել առաջ։ Այս անգամ երթի մասնակիցները հասնելով Հանրապետության հրապարակ փակեցին ճանապարհի երթևեկելի հատվածը։ Տարած ժամանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա նշեց, թե երթի մասնակիցները եթե չբացեն ճանապարհն, ապա բերման կենթարկվեն։ Բոլոր վերքինակ եւ շարժեք ձեր հակառակ դեպքում բոլորը կկրեք համապատասխան վարչական օրենսգրքի համապատասխան հոդվածով պատասխանատվություն կրեք։ Այդ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Բոլորի նկատմամբ արգելից կա գործառույթ։ Գործ կառույցը։ Ես այլ ներատիվությունն է դրանով զբաղվում, այլ մարդին է զբաղվում։ Բոլոր ԶԼՄ-ներում կա տարածված որ քրեական գործ կառույց։ Դուք գիտեք ինչ, դուք ուզում եք ոստիկաններից բախում ստեղծել։ Ժողովրդին բոլորին իմելով կոչանեք որ գան փողոց։ Այս այա ձեր ցեխնալու։ Եթե դուք ասում եք, որ մենք վարչական իրավախախտում ենք անում, վարչական իրավախախտման դեպքում դա հստակ է։ Բերեք այստեղ արձանագրեք, որ մենք վարչական իրավախախտում ենք արել, գնացեք, ինչու՞ մախնդիր։ Շուրջ 30 րոպե Հանրապետության հրապարակում նստածությանելուց հետո Ոչթալանի նախաձեռնության անդամները դուրս եկան ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն։ Ցուցարարները դատախազության շենքի առջև հայտարարությամբ հանդես եկան եւ ոստիկաններին պատժելու պահանջով դիմումնամակ հանձնեցին կառույցի ընդունարան։ Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների հետևանքով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու փաստով հատուկ հնչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում շարունակվում են հարձակվել լրագրողները։ Ինչպես հայտնի է, կատարված բռնությունից միայն 10 օր հետո հատուկ հնչական ծառայությունը որոշեց քրեական գործ հարուցել։ Սակայն նկատենք, որ այդ օրը լրագրողները ոչ միայն բռնության ենթարկվեցին, այլ նաև խոչընդոտվեց նրանց օրինական մասնագիտական գործունեությունը։ Ոստիկանները կոտրեցին նաև լրագրողների տեսախցիկները, արգրավեցին հիշողության քարտերը, սակայն այս ամենից հետո լրագրողները հրավիրվելով հատուկ հնչական ծառայություն կամ բացատրություն են տալիս կամ լավագույն դեպքում հարցաքննվում, այլ կերպ ասած դեռևս հստակեցված չէ նրանց կարգավիճակը։ Սա այն պարագայում, երբ կան բազմաթիվ ապացույցներ եւ առնվազն լրագրողները պետք է տուժողներ ճանաչվեին։ Այսօր հատուկ հնչական ծառայությունում հարցաքննվել է հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Մկրտիչ Կարապետյանը։ Վերջինիս հարցաքննությունը տևել է շուրջ 3 ժամ։ Ներկայացրել եմ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչ որ կատարվել է ինձ հետ, իսկ ինձ մասնավորապես բերման էին ենթարկել Մալազիայի ոստիկանական բաժանմունք։ Հիմնականում այդ ներկայացրել եմ այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչ որ տեղի ունեցել։ Այդքանը բավական երկար է տևել հարցաքննությունը, այս գործի շրջանակներում բավական մեծ թվով լրագրողներ կանչվում են անընդհատ ինչ-որ հարցաքննությունների։ Մկրտիչ Կարապետյանի խոսքով այսօր հատուկ հնչական ծառայություն կանչվել է որպես վկա։ Առայժմ նրա խոսքով հստակ չէ, թե լրագրողներն ինչ կարգավիճակ կստանան։ Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի խոսքով հատկապես նկատի ունենալով ոստիկանության երեկվա տարածած հաղորդագրությունը կարելի է ենթադրել, որ գործը չի բացահայտվի եւ իրական մեղավորները կմնան անպատիժ։ Ինչ որ անծանոթ շարքային մարդիկ են տույժերի, կարգապահական տույժերի ենթարկվել, այնինչ հրաման է եղել շատ ավելի բարձր տեղերից եւ բնական է, որ այն մարդիկ, որոնք կարգապահական տույժերի են ենթարկվել, իրենք ինքնագլուխ չեն որոշել լրագրողների գործունեությունը խոչընդոտել։ Իրենց եղել է ամենաբարձր տեղերից հրաման։ Մկրտիչ Կարապետյանի խոսքով լրագրողներին պատժելու գործում ակտիվ եւ անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն ու Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Լյովա Երանոսյանի անմիջական հրահանգով են ծեծի ենթարկել առաջին լրատվականի օպերատորներին, այսպես է պնդում Իլուրեյեմ կայքեջի լրագրող Հակոբ Կարապետյանը։ Անուններ են տվել շատ բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում ոստիկանապետի տեղակալների անուններ են տրվել, բայց նրանք որևէ բացատրություն, որևէ մեկնաբանություն չեն տվել։ Այս ամեն ինչը ինձ համար շատ վատ ազդակ է, որ խնդիրը ամեն դեպքում փորձելու են կոծկել կամ ոստիկանությունը փորձելու է մինիմում քիչ վնասներով, այսպես ասած, դուրս գալ։
Այս ամենի հետ մեկտեղ միևնույն ժամանակ ըստ Հակոբի դեռևս ոչ մի ոստիկան պատիժ չի կրել, գոնե մինչև քննության ավարտը աշխատանքից չի ազատվել։ Հակոբ Կարապետյանը նշում է, թե տրվել են բարձրաստիճան մի շարք ոստիկանների անուններ, մասնավորապես օրինակ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի անունը, սակայն ինչպես հայտնի է, նա անգամ կարգապահական տույժի չենթարկվեց։ Հակոբ Կարապետյանը պատմեց, որ ինքը նկարահանել է այն պահը, երբ որ անձամբ Լյովա Երանոսյանը կոտրում է առաջին լրատվականի օպերատորի տեսախցիկը, սակայն քանի որ դրանից հետո ոստիկաններն իր տեսախցիկի հիշողության քարտն գրավել են, այն ցավոք չի պահպանվել։ Ավելին Հակոբ Կարապետյանին նույն ոստիկանները նաև գործարք են առաջարկել։ Ես ասացի, որ դեմ չեմ, որ իմ գույքը փոխհատուցվի, բայց պարզվեց, որ այդ փոխհատուցումը գին ունի, այսպես ասած, ես պետք է հրաժարվեի բողոք դիմումից։ Ես այդ պայմանին չհամաձայնեցի եւ ասացի, որ պնդում եմ, որ քրեական հետապնդում սկսվի։ Լրագրողները պնդում են, որ օրինախախտ ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ այն չպետք է շրջանցի Երանոսյան Լյովային։ Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3 հոդվածներով քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորության ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև բռնություն գործադրելու դեպքերի առթիվ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանության երեկվա հայտարարությամբ պարզ դարձավ, որ Վլադիմիր Գասպարյանը որոշել է պատժել մի քանի ոստիկանների հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի հետ կապված։ Հատկանշական է, որ ոչ միայն ոստիկանական գործողությունների արդյունքում քրեական գործ չի հարուցվում, այլ հրապարակվում են հանրությանը ոչ այնքան հայտնի 9 ոստիկանի անուն։ Նրանցից 7-ին Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն է տվել, մեկին նկատողություն, իսկ 9-րդին պաշտոնի իջեցում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադառնալով ոստիկանության տարածած պաշտոնական հայտարարությանը այն որակեց խիստ ծիծաղելի։ Ըստ նրա, ամոթ է ունենալ այնպիսի ոստիկանական համակարգ, ինչպիսին Հայաստանն ունի։ Ըստ իրավապաշտպանի ոստիկանության սանձարձակ գործողություններից հետո ամենակիչը Վլադիմիր Գասպարյանի հարցով պետք է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը զբաղվեր, իսկ գոնե նկատողություն պետք է ստանային նրա տեղակալները Լյովա Երանոսյանն ու Հունան Պողոսյանը։ Այնինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին, այլ բառով քան սանձարձակություն որակել հնարավոր չէ։ Ադեկվատ չէր անգամ ոստիկանապետի պահվածքը Բաղրամյան պողոտայում։ Ուժի ցուցադրություն, սպառնալիք, սա ոստիկանության վերջնական խայտարակությունն է։ Հայաստանի անկախացումից ի վեր չի եղել այսպիսի ոստիկանություն։ Այդ օրվա ոստիկանությունն առանձնացավ իր բռնի դեմքով, սեռական բնույթի հայոյանքներով, ցուցարարներին դիմող ոստիկաններով։ Եթե փոխ ոստիկանապետ Լևոն Երանոսյանը եւ Հունան Պողոսյանը լրագրողների աչքի առաջ հրահանգում են ջարդել, փշրել, խլել լրագրողական գործիքները եւ շարունակում են անպատիժ մնալ, բնական է, որ ոստիկանապետն էլ պետք է մի քանի հոգու նկատողություն տա։ Իրավապաշտպան Սերյան Մարտիրոսյանն ընդգծում է մեկ կարևոր հանգամանք, այսպես ասած, պատժվող ոստիկանների մեջ նույնիսկ չկան Գյումրիում բողոքի ցույց ցրող եւ ցուցարարների նկատմամբ ապօրինի գործողություններ ձեռնարկած ոստիկանների անունները։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի տարածքում չի աշխատում, Երևանում գտնվողների համար էլ աշխատում է մասամբ։ Ոստիկանության հայտարարությունն աչք փակելու համար է, զեկույցի համար, որ այդ տեսեք, մենք ասեցինք, պատժեցինք։ Սերժ Սարգսյանի սկզբունքն է բոլորին պահել դարակներում։ Ես որևէ մեկին չեմ հիշում, որ պատժվել է, որ մեկուսացել է, չեմ հիշում։ Պարզ է, որ ենթաշեֆի ծեռագիրն էլ շեֆի ծեռագրից չի տարբերվում։ Նաիրիդ գործարանի աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվել են գործարանի տարածքում եւ պահանջել վճարել իրենց աշխատավարձերը։ Բանն այն է, որ Նաիրիդ գործարանի աշխատակիցների պարտքերի մարման վերջնաժամկետը վաղն է, սակայն մինչեւ հիմա որևէ մեկի հաշվի վրա գումար չկա փոխանցված։ Բացի այդ, հանրույթի հետ հանդիպման ժամանակ գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հայտարարել է, որ նաիրիցիները մինչեւ չստորագրեն համաձայնագիր, առայն որ հրաժարվում են տույժերից եւ տուգանքներից, նրանց աշխատավարձի պարտքը չի մարվի։ Նաիրիցիները անօրինական են համարում նման պահանջը եւ ասում են, թե իրենց փորձում են հերթական անգամ խաբել։ Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի հանձնարարականով Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կառավարությունը կփակի նաիրիցիների աշխատավարձի պարտքերը եւ սահմանվել էր վերջնաժամկետ մինչեւ հուլիսի 15-ը։ Թեհրանը եւ միջազգային միջնորդների վեցնյակը Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ։ Ինչպես հայտնել է Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրամիության պատժամիջոցներն Իրանի նկատմամբ կվերացվեն գրեթե անմիջապես։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման հիշեցրել է, որ Իրանի հետ համաձայնագրի շնորհիվ Թեհրանն այլևս չի արտադրի հարստացված ուրան, ինչն անհրաժեշտ է միջուկային զենք ստանալու համար։ Օբաման
Ընդգծել է նաև, որ պատրաստ է վետո դնել ցանկացած որոշման վրա, որը կխոչընդոտի պայմանավորվածությունների իրագործմանը։ Խաղադրույքն այնքան բարձր է, որ մենք ժամանակ չունենք դրանք քննարկել եւ հետաձգել, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Վիեննայում Իրանի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նա կարևորել է այն փաստը, որ համաձայնությունը թույլ է տվել խուսափել իրանական ատոմի շուրջ հակամարտության ռազմական լուծման հնարավորությունից։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրումը պատմական սխալ էր, ինչն Իրանին հնարավորություն կտա շարունակել ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում։ Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների նպատակասլաց կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է ի նպաստ միջազգային տարածաշրջանային կայունության եւ համագործակցության ամրապնդման։ Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համատեղ ծրագրերի իրականացման համար, նշել է Էդվարդ Նալբանդյանը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով այս տարվա 5 հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արտաքին առևտրաշրջանառությունն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33.2%-ով։ Ընդ որում ամենից շատ նվազել է ԱՊՀ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը։ Եթե 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին ԱՊՀ երկրների հետ Հայաստանն ունեցել է 634 միլիոն դոլարի, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ 535 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն, ապա 2015 թվականին այդ ցուցանիշը նվազել է, հասնելով համապատասխանաբար 305 եւ 242 միլիոն դոլարի։ Այսինքն այս տարի ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է մոտ կրկնակի 330 միլիոն դոլարով, Ռուսաստանի Դաշնության հետ նվազել է մոտ 300 միլիոն դոլարով։ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համեմատականներ է տանում հարևան Վրաստանի հետ, որտեղ արտահանման ծավալը դեպի Ռուսաստան 2 տարում ավելի քան 5 անգամ աճել է։ Թեև այդ երկու պետություններն իրար հետ հակամարտություն են ունեցել, պատերազմական գործողությունների մեջ են եղել, ընդ որում Վրաստանը Ռուսաստանի դաշտից դուրս է եկել եւ այսօր անկախ քաղաքականություն է վարում, եւ ըստ էության կարող ենք ասել, որ ռուսաստանյան պատժամիջոցների տակ էր գտնվում մի քանի տարի, բայց քանի որ իր արժանապատիվ կեցվածքը կարողացավ պահել եւ Ռուսաստանն էլ որոշակի խնդիրներ ունեցավ սննդի հետ կապված, Վրաստանն այսպիսի աճ գրանցեց ի տարբերություն Հայաստանի, որտեղ բոլոր ցուցանիշներով անկում է։ Հիշեցնենք, ԵՏՄ անդամակցությունից հետո կառավարության անդամները միաձայն պնդում էին, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությունում նոր շուկա է բացվում, սակայն երբ հրապարակվեցին արտահանման թվերը, որպես դրանց անկման բացատրություն, կառավարության անդամները վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ սկսեցին պնդել, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Հովիկ Աբրահամյանը մինչև տարեվերջ նորմալ աճ խոստացավ։ Նշենք, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների շարունակում է ավելանալ նաև ներմուծման ծավալների անկումը։ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ընդամենը ճիշտ բարեփոխումներ են պետք, ինչպես եղավ Վրաստանում, եւ շատ գործարարներ իրենց բիզնեսը Հայաստանից տեղափոխեցին այնտեղ։ Խնդիրն ըստ նրա ազատ մրցակցային դաշտ ստեղծելու մեջ է։ Մեր հարցին թե միթե այս ամենը չեն գիտակցում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ովքեր ունեն բոլոր հնարավորությունները մշակել, անցկացնել եւ գործնականում կիրառել բարեփոխումներին նպաստող նման օրինագծեր, Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է։ Իշխանությունը, որ ուզենա բարեփոխել, դա այնքան ակնհայտ կերևա, ինչպես մյուս երկրներում, իրենք ոչ թե բիզնեսմեններ են, այլ կոռուպցիոներներ են, եւ այդ բազմամիլիոն, բազմամիլիարդ հարստությունը կոռուպցիոն մեխանիզմների հաշվին են իրենք կարողանում կուտակել, եւ եթե երկրում մի քանի տարի ազատ մրցակցային պայմաններ լինեն, իրենք ուղղակի դաշտից դուրս կմղվեն։ Ֆրանսիա տեղափոխված հայտնի տնտեսագետ Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի նախկին ռեկտոր Սերգեյ Գուրիևը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը լուրջ խնդիրներ կունենա Ուկրաինայի արևելքում իրավիճակն ապակայունացնելու դեպքում։ Գրում է Անդրե Պալենը ավստրիական Der Standard թերթում, նոր ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն ավելի ծանր տնտեսական ճգնաժամի, որը նախկինում արձանագրված ճգնաժամերից շատ ավելի լուրջ կլինի։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ըստ փորձագետի արդեն նոր պատժամիջոցներ են մշակել, որոնք գաղտնի կպահվեն,
են, որպեսզի Կրեմլը հնարավորություն չունենա նախապատրաստվել եւ դիմագրավել դրանց։ Կան շատ ավելի լուրջ գործիքներ, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի մեծամասշտաբ ֆինանսական ճգնաժամին, ընդգծել է Գուրիևը։ Միևնույն ժամանակ Դոնբասում հակամարտությունը շարունակում է թեժանալ, ուկրաինական կառավարական զորքերի եւ ռուսամետ ստորաբաժանումների միջև մարտերը վերսկսվել են։ Չնայած ծանր զինտեխնիկայի հեռացման մասին Մինսկյան համաձայնագրերի պահանջներին, ԵԱՀԿ-ն նույնպես ահազանգում է, որ տարածաշրջանում վատթարանում է հումանիտար իրավիճակը, գրում է մեկնաբանը։ Ձերբակալվել է օդատեսանտային զորքերի Օմսկի շրջանի ուսումնական կենտրոնի պետը, ով մասնակիորեն խոստովանել է զորանոցի փլուզման մեղքի իր բաժինը։ Այս մասին հայտարարել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։ Զորանոցի փլուզման գործի քննության շրջանակներում հարցաքննվել է գնդապետ Պոնոմարյով-Օն։ Նա մասնակիորեն ընդունել է մեղքը, ասել է Մարկինը։ Նշենք, որ Օմսկի զորանոցը փլուզվել էր հուլիսի 12-ին, միջադեպի հետևանքով զոհվել էր 23 զինծառայող։ Մեքսիկայի իշխանությունները մոտ 4 միլիոն դոլար պարգևավճար են խոստացել նարկոբարոն համար 1-ի Խոակին Գուսմանի մասին տեղեկություններ հաղորդելու դեպքում։ Գաճաճ մականունով նարկոբարոնին հաջողվել էր երկրորդ անգամ փախչել կալանավայրից։ Ինչպես հայտնել է Մեքսիկայի ներքին գործերի նախարարը, Գուսմանի փախուստին ամենայն հավանականությամբ մասնակից են բանտի աշխատակիցները։ Կալանավայրի 3 աշխատակիցները, այդ թվում տնօրենը, պաշտոնանկ են արվել։ Ինչպես պարզվել է, Խոակին Գուսմանը կարողացել է ճողոպրել, թեև կրել է էլեկտրոնային ապարանջան եւ գտնվել է շուրջօրյա հսկողության տակ։ Միլիարդատեր թմրավաճառը ձերբակալվել էր 2014 թվականի փետրվարին մեքսիկացի եւ ամերիկացի ոստիկանների համատեղ գործողությունների ընթացքում։